Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում և ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պահին ես զրուցում եմ STAB զրույց հարթակի հիմնադիր Քրիստինե Նազարյանի հետ, շնորհակալ եմ Նազարյան հրավերն ընդունելու համար։ Հայաստանի իշխանությունները որոշել են այսպես ջիհադ են հայտարարել հայ առաքելական եկեղեցուն, չնայած վերջին օրերին հարաբերական լռություն է պահպանվում իշխանությունների կողմից, բայց մեզ հասել են տեղեկություններ, որ արդեն իսկ այդ այսպես կոչված նախաձեռնող խմբի առաջին նիստը եղել է կառավարության շենքում, տեսեք կառավարության շենքը ինչ կարևոր նպատակների համար են օգտագործում։ Իհարկե անունների պահով տեղեկություններ չունենք ովքեր են մասնակցել, մեզ չեն հայտնել դրա մասին, բայց ես օրինակ իմ պատկերացումներն ունեմ, ով կարող էր Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ քննել եկեղեցու վարքագիծ կամ հոգևորականներ։ Հիմա ես տալիս եմ անուններ ձեր թույլտվությամբ, հետո դուք ձեր կարծիքը կլսենք։ Ախուրյանցի անուն, Ջունգլի անուն, այո, Ջունգլի անուն, հետ մահու կարող է մասնակցել, Լևոն Բարսեղյանը, որպես բարոյական, այդպես ոստիկանության ներկայացուցիչ, Արմանը Բաբաջանյան, Արամ Սարգսյանը, Բիժու Արամը, Ստյոպա Սաֆարյանը կարող է լինել, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը որպես գլխավոր բան, կանանց հետ կապված բարոյական հարցերով կարող է ներգրավվել Աննա Հակոբյանը, լուրջ փորձառություն ունի այդ իմաստով։ Մի խոսքով, ես նախնական պատկերացում Դանիել Լեոնիսյանը, չմոռանանք, անպայման ծնողների հետ հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները հարթելու փորձագետ որպես Դանիել Լեոնիսյան։ Մի խոսքով, այս նախնական թիմը ես պատկերացրի, Նիկոլ ջան, տես ինչ ես անում, ինձ թվում է սա մի հատ ֆիլմ կար, հիշում ես Նեուդержիմիև 90-ականների լավագույն բլոկբասթերների, հա, բայևիկների գլխավոր դերասանները հավաքվել էին միտեղ, սա էլ կլինի բարոյականության էտալոնների բանը, Նեուդержիմիեն, էլի, սա բլոկբասթեր կլինի։ Մենք արդեն տեսնում ենք նաև կառավարությունից ով է միացել այդ քարոզարշավին, Աննա Ավանեսյանը, եթե չեմ սխալվում, ճիշտ եմ, չէ՞ ասում, ազգանունը Անահիտ Ավանեսյանը, նաև պատգամավորներից անունը չգիտեմ, սեպտեմբերի 1-ը բանը Նարեկ Մկրտչյան, այո, Նարեկ, ոնց որ ազգանունը վստահ չեմ, ճիշտ եմ ասում, ես վստահ չեմ, նա է միացել ու էլի մի քանի հոգի, որոնք կարող են այդ կազմում շատ ներդաշնակ դիտվել։ Ես կարծում եմ, որ շատ նորմալ հավաք կլինի, համենայնպես հետաքրքիր, կուզենայի մի աչքով տեսնել այդ քննարկումը, զուտ որպես անթրոպոլոգիկ, այսպես ասած, դիտարկում, որ տեսակի, դեգրադացված տեսակի, ամբողջնված տեսակ, այսպես ասած։ Դուք համարում եք, ես էտալոն էի համարում իրանց իրականում, փաստորեն մեր եւ ձեր պատկերացումները չեն համընկնում այդ հարցում, այո։ Ես այդտեղ մի անուն էլ կավելացնեմ, զուտ, կարող է չէ լինել որոշ հոգևորականների հետ կասկած, միասեռ հարաբերությունների մաս։ Այդտեղ Արայք Հարությունյանի մրցակից չկա, ինձ թվում է։ Ինքը ասած աչքերին նայելով կհասկանա ով է։ Դա իր կլենտա, թե չէ։ Ոչ։ Լավ, ինչով է ավարտվելու էս բանը, ձեր կարծիքով, որովհետև հասկանալի է, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանը չի կարող եկեղեցին քանդել, բայց այդտեղ ուրիշ հարց կա։ Վերցնենք, ասենք 1 տոննա մեղր,
Այո, եւ մեկ Եթե տոննա մեղրի մեկ մեջ տոննա մեղրի մեջ մի գտալ ուղակի կղանք գցենք, մեղրի համը վստահ փորձողներ չեն եղել, բայց եթե փորձեն փոխված չի լինի, բայց այդ մեղրը ուտելու չի լինի։ այո, Այսինքն կփչանա, զուտ են իմաստով, որ այդ մեծ տակառի մեջ փոքր քիչ չափի կղանք կա։ թեկուս, Հիմա այո, մեկ եկեղեցին 1700-ամյա պատմություն ունեցող, արդեն գրեթե 1800-ամյա ավելի ճիշտ, լուրջ վայրի վերումներով անցած, հա, լուրջ մարտահրավերներ հաղթարած եկեղեցու դեմ դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանը։ Մի կողմից մարդկային բանով, հա, եկեղեցու պատմությամբ իր ահռելի բանով, որ նայում է սա նման է մարդու եւ տառականի պայքարի, հա, եւ այդտեղ հերթացողները հետաքրքիր նստելուն է տառականն է հաղթելու թե մարդը, ակնհայտ է որ մարդ չէ, բայց պատմությունը ոնց որ համահանում են իրենք։ Գիտեք, ես խորը վստահություն ունեմ, որ մեծ հաշվով դա չի կարող բերել ինչ որ, չգիտեմ, քայքայման կամ ինչ որ բաների։ Բայց մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի ընդունակ է։ Ասենք ինքը մարդ է, ով կոչ է արել սահմանափակել դատարանների մուտքերը, ընդ որում այդ թվում սահմանադրական դատարանի։ Այսինքն դա ոնց որ ասած սուրբ սրբոցն է մեր օրենքի, հա, եւ ինքը դրա դեմ կանգ չառավ, ինքը կոչ արեց, որ սահմանափակեն, եթե կհիշեք մի առանձնապես մարդ չէր հավաքվել սահմանափակելու դատարանների մուտքերը, բայց իրենք կարողացան այդ շոուն գլխի բերել ու ինչ որ մի ձև ճնշում գործադրել սահմանադրական դատարանի վրա։ Ընդ որում նպատակը իրենց ուզած դատավորներ անցկացնելն էր, եթե կհիշեք։ Այսինքն Հապես նպատակը Քոչարյանի գործն էր, առիթը եւ դրա պատճառով պետք է որ լինեն ազատության մեջ չէ, ժողովրդյան հարցակվեք դատարանների վրա, բայց գիտես ինձ ինչն է այդ դրվագում հետաքրիր։ Հիմա տեսեք, եկեղեցու դեմ այս արշավը շատերը դատապարտում են եւ լավ են, որովհետեւ ամեն մեկը պիտի քաղաքացիական դիրքորոշում ունի, բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի դատարանների դեմ այդ օպերացիան եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կարվող այդ ապօրինի գործը, այդ ԱԱԾ պետի եւ ՀՔՑ պետի հրապարակված խոսակցությունը պակաս հարված չէ պետականություն։ Եվ ես միշտ գալիս եմ այն համոզման, որ այսօրվա եկեղեցու դեմ հարձակումները, նախկինում Արցախի հանձնումը, այդ ամեն ինչը սկսվել է նրանից, որ մարդիկ Նիկոլի փոքր արածները արդարացրել են, մարդկանց ասֆալտերին պարկացնելը, քիչ-քիչ հասել են մեծ բաների, դատարանները շրջափակել է, սահմանադրական դատարանը ոնց ուզել փոխել է, հա, Հրայր Թովմասյանին հանելով։ Մարդիկ նպաստել են, որ Փաշինյանը հասնի այսօրվան։ Մարդիկ նպաստել են արդարացնելով իրենց սպասումները, հա, այսինքն իրենք ասել են մենք այսքան մեծ սպասում ունենք եւ այդ մեծ սպասմանը արդարացնելու համար եւ հասնելու համար գուցե պետք են այս քայլերը, հասկանում եք, մեծ հաշվով, որ տեսնում ես սահմանադրական դատարանը իր տեղում է, կա, չի կազմակերպվել, բայց թե իրայինց ինչ է ներկայացնում, մենք արդեն հասկանում ենք, չէ՞, որ 1-2 արդեն մենք այնտեղ ունենք Սեդա Սաֆարյան եւ այլն, այսինքն մենք ունենք այն սահմանադրական դատարանը, որը քիչ թե շատ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է։ Երբ մենք խոսում ենք եկեղեցու հանդեպ այդ հարվածներից, եթե կհիշեք 18 թվականին Վեհարանում հաց ու երշիկ էին ուտում նստած, հենց մեջը երշիկ էին կտրտում ուտում։ Սոված են ինչ։ Ահա, եւ դա պարզ էր, որ սոված չէին, պարզ էր, որ դա արժեզրկելու, այսպես ասած, պատկերներ են, որոնք կարող են թույլ տալ մարդկանց հավատալ, որ դա հնարավոր է եւ ինչու՞ չէ եւ դրանով իջեցնել, նվազեցնել, այո, գինն ու կարեւորությունը ու արժեքը։ Երբ որ նրանք սահմանափակեցին վեհափառի ճանապարհը եւ ինչ որ դեմ դուրս եկան մի 6-7 հոգով, որ
չպետքա կանգնացնեն մեքենան, չպետքա շարժվի, չպետքա գնա, չգիտեմ որտեղից որտեղ եւ այլը, դա եւս ոչ մի բան չարեց վեհապարին, որովհետեւ չէր էլ կարող անել, սակայն մարդկանց մոտ մնաց այդ նստվածքը ենթագիտակցաբար Որ կարելի է սա էլ անել։ որ կարելի է սա էլ անել։ Այսինքն դրանք քայլեր էին, որոնք որ արվում էին, բայց քանի որ 7 տարիների ընթացքում բաներ կային, որոնք լավ էլ զբաղացնում էին հանրությանը, այսպես ասենք, հա, ինչ որ սոցիալական արդարության շղարշ էին ստեղծում, հա, բայց մարդիկ տեսան, որ այդ շղարշը չկա։ Ավելին, կոռուպցիոն ավելի մեծ ու ահռելի պատմություններ կան, քան կային մինչ այդ այս իրենց սիրած 30 տարվա ընթացքում ասած։ Այսինքն այդ խաղը էլ չի աշխատում։ Կոռուպցիայի դեմ պայքարը էլ չի աշխատում։ Թալանի դեմ պայքարը էլ չի աշխատում։ Ես կարծում եմ ցանկացած բանականություն ունեցող մարդու համար Անիֆի պատմությունից հետո խոսել նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը մեծագույն պայքարիչն է կոռուպցիայի դեմ, արդեն չի կարելի, հա, որովհետև բացի նրանից, որ դա արվում է, մի հատ էլ հետո պետությունը հատկացնում է հատուկ պայմաններ, որպեսզի անիվի, այսպես ասած, այդ հարկերի եւ մնացած process-ները փակվեն, անցնեն։ Մինչև Անիֆը ժողովուրդը կարծում էր, որ Նիկոլ Փաշինյանը մեր բյուջեի ապահովիչն է, այսինքն ապահովում է, որ բյուջեն անկարծապես չթալանեն, չծաղ։ Բայց իրականում հիմա արդեն ինչ են հիմա ասցին Տիգրան Ավինյան, քո հերթը անցավ, դա հերիքա։ Հիմա Արարատը։ Հիմա ինչով է զբաղվում, խնդրեմ, մի հատ նոր Անիվ եք բացում։ Հիմա ասենք հերոսատողներին, որ նոր հիմնադրամ է բացվել։ Այո։ Որը ղեկավարում է արդեն Արարատ Միրզյանի կինը Գոհարը, այո։ Այո, ես չգիտեմ աշխատավարձը ինչքան է, բայց այս տան վերանորոգումը կավարտ են այս։ Այո։ Առաջիկայում։ Փոշեկուլն էլ կգնեն, չէ՞։ Միգուցե ռոբոտ փոշեկուլ արդեն կլինի, էլ ինքը չի ձեռքով։ Հիմա արդեն կարիք չի, իրաք ծառաներ ունեն բան, չէ՞, կառավարական ամառանոցում չի ապրում։ Տեղակ չեմ Կարծում եմ ապրում է։ Ծեծի պատմությունից հետո ծառաներ ունեն, աշխատողներ ունեն, ի վերջո Փաշինյանի իր ընտանիքի եւ տարի եթե մեր հաճախ իրենց մեր հանդիսատեսը եթե տեսնի, կիմանա, որ թե ինչքան են կառավարական ամառանոցների ծախսը տարի ավելանում։ Օրական 1.5 միլիոն ծախսում են։ Այո, օրական 1.5 միլիոն ծախսում են, ուղղակի դա բաց պատկերացնեն մեր հարգելի սիրելի թոշակառուները եւ ոչ միայն թոշակառուները, ընդհանրապես քաղաքացիները։ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ այդպես հարուստ ապրել է։ Հա, շատ մանավանդ այն ինչ որ մենք տեսել ենք, այո, բնակ։ Ծախեց այդ բնակարանը, ուր է գնալու հետ։ Չգիտեմ։ Ես էլ ինձ էլ հետո Նիկոլ Փաշինյանը հետ գնալու մտադրություններ չունի ամենևին։ Ես հույս ունեմ, որ գնալու է ԱԾ-ի նկուղում նստի, բայց չէ որ ընտանիք կա, երեխաներ կան, այդ երեխաները ինչ-որտեղ պիտի կարծում այդ գործով ինքն էլ ԱԾ-ում լինելու։ Ես դրա եմ ասում, երեխաներ կան, երեխաները ինչ-որ միտեղ։ Նո, երկուսը չափահաս են։ Այո, բայց այն երկուսը դեռ վստահ պետությունը կխնամի, այդ դեպքում կարծում եմ այնպիսի իշխանություն կլինի, որը ես արդեն ամենայն լրջությամբ եմ ասում, երեխաների այսպես վրեժ չի լուծի եւ երեխաներ ես վստահ եմ, որ եթե այդ հասնի արդեն այդ պահին, իհարկե երեխաներից ոչ մեկ էլ վրեժ չի տանի, մանավանդ այն երեխաներից, որոնք անչափահաս են, իսկ այն երեխաները, որոնք իրենց թույլ են տվել ներմտնել քաղաքականության մեջ, քաղաքական հայտարարություններ անել, եթե հիշում եք Մարիամ Փաշինյանը կարելի ասել մատեր թափ տալի ԱԾ նախկին պետին, ինչ որ անունով դիմում։ Լավ, հիմա գանք ավելի կարևոր թեմաներ կան հիմա Նիկոլենց ընտանիքին հանգիստ թողնեն։ Կա impeachment-ի, այսպես կոչված impeachment-ի գործընթաց։ Այո։ Որը երբ որ սկզբում այդ մարտիկ նախադասում, ոչ չէ, մենք հանրապետական հետ կապ չունենք, ոչ մի կապ, մենք մեր անցյալը այլևս թողել ենք հեռուներում, որևէ կապ չունենք Սերժ Սարգսյանի հետ։ Հետո եկա մի փուլ, որ արդեն պիտի դիմակները նետվեն, Սերժ Սարգսյանը նետվեց մարտի, ասել որ խորհրդարանական
ճանապարհը լավագույն ամենաէֆեկտիվ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանից ազատվելու։ Այո։ Երբ ես զուգահեռ եմ տանում 2018-ի հետ եւ Սերժ Սարգսյանը այս խոսույթը, ինձ թվում է Սերժ Սարգսյանը այսօր ԿՊ-ին ավելի շատ է վստահում, քան 2018-ին Հանրապետականին, որտեվ 2018-ին իրենք Հանրապետականում մեծամասնություն էին խորհրդարանում, չփորձեցին ազատվել Նիկոլ Փաշինյանից, ընտրեցին Փաշինյանին, Ավելին նաև Սերժ Սարգսյանի Հանրապետականը խորհրդարանում 3 անգամ է Նիկոլ Փաշինյանին ընտրել 2018-ի ընթացքում։ Ես քաղաքացիական կարող ուշադիր չէ, ասում դե մի անգամ ընտրեց բրծավ էլի մայիսի 8-ին, այդպես չի։ Մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մտադրություն ունի կառավարության մի այնպիսի ծրագիր ներկայացնել, որը պիտի մերժվի, այո, որպեսզի գնան ընտրությունների։ Հանրապետությունը չէ, ոչ, ինչ բերեք մենք համարյա Վարան Բաղդասարյանը Քրիստինե ինչ էր, որ ասում են, եթե սպիտակ թուղթել բերեք, դատարկ թուղթել բերեք, այդ է, հանրապետականը ասենց Նիկոլ դատարկ թուղթել բերես, մենք օքեյ ենք։ որովհետև ինքը արդեն ոսկե տառերով իր անունը Այո, գրել էր եթե պատմության չընդունվեր կառավարության ծրագիրը, այո, ասենք մայիսի 8-ին մի անգամ ընտրեցին, մայիսի 28-ին եթե չընդունեին կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանար եւ նշանակվեին նոր ընտրություններ, եւ մի անգամ են արդեն հոկտեմբերին, երբ հոկտեմբերի 2-ից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական նոյեմբերին արդեն հրաժարական տվեց, 2 անգամ իրենք չընտրեցին Նիկոլ Փաշինյանին կամ որևէ այլ մարդու վարչապետի պաշտոնում, որպեսզի գնան ընտրություններ եւ ԿՊ-ն խորհրդանում ունենա մեծամասնություն։ Ձեր մոտ էլ է տպավորությունը, որ ԿՊ-ն ավելի վստահելի է Սերժ Սարգսյանի համար, քան հանրապետականը։ Միանշանակ, որովհետև ինձ թվում է ավելի կառավարելի է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ դրա համար էլ վստահելի է այդ իսկ պատճառով, որովհետև մենք բոլորս էլ լավ հասկանում ենք, երբ որ մայիսի 8-ին այդ ընտրությունը կայանում էր, շատ քաղաքացիների համար նախ անհասկանալի էր ինչու չեն գնում արտահերթ ընտրությունների, որովհետև եթե իրոք ժողովուրդն է ընտրում, ապա իրոք թող ժողովուրդը ընտրի, որովհետև մերժել Սերժ Սարգսյանին դա չէր նշանակում ընտրել Նիկոլ Փաշինյան, համենայնպես այդ պահին ու այդ ժողովրդի համար։ Դա լրիվ այլ ուրիշ գործընթաց էր եւ մարդկանց հասցնել այն պահին, երբ որ ասվում է կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, դա արդեն ազդակ էր բոլոր մտածող մարդկանց համար, որ սա ինչ որ ուրիշ process է գնում, որովհետև էլ եմ կրկնում, եթե կար մտադրություն ժողովրդի կամքը իրականացնել, ժողովրդի կամքը դա արտահերթ ընտրություններն էին, որի դեպքում արդեն այդ կամքը արտահայտված կլներ ազգային ժողովում, ինչ դասավորվածությամբ դա էլ արդեն ժամանակը ցույց կտար։ Բայց արվեց այն ինչ որ արվեց, հերիք չի, բայց մարդկանց մոտ, շատերի մոտ բարիս, այնպիսի համոզմունք կար, դե Նիկոլ Փաշինյանը թողնի վարչապետ, բայց չէ որ հիմա պարլամենտական երկիր է եւ իշխանությունը պարլամենտի ազգային ժողովի ձեռքում է եւ ցանկացած պահի համենայնպես 6 ամիս հետո Նիկոլ Փաշինյանին կարելի է անվստահություն հայտնել եւ ճանապարհել տուն կոպիտ ասած։ Եվ 6 ամիս հետո Նիկոլ ինքը հրաժարական էր տվել, այսինքն ես դա եմ ուզում արդեն կար արդեն։ Այսինքն, բայց բոլորի համար հանգստություն կար, որ ինչ որ կշռադատված վիճակ է, հա, ազգային ժողովը մեծամասնությունը ոչ թե Նիկոլի ելք դաշինքն էր, այլ հանրապետականներն էին, իսկ կառավարությունը արդեն ձևավորում էր Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն ինչ որ մի բալանս էր ըստ ժողովրդավար, այսպես ասած հայացքի։ Բայց ժամանակը եկավ, մենք տեսանք, որ նախ այդ ծրագիրը ընդունվեց, երկրորդը, երբ որ հոկտեմբերի 2-ն էր, ինչի եմ տենց լավ գիտեմ, որտեվ ծնունդիս օրն է։ Այդ օրը մենք իմացանք նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ինչ որ մի նախագիծ է, որ սարքվեց, այսպես ասած, մի հատ շոու այդ ծրագրի շուրջ, որը այդքան էական էլ չէր ու կարևոր էլ չէր, բարիս եթե կհիշեք, բայց համենայնպես դրա շուրջ կառուցվեց մի հատ շոու, եղան քննարկումներ, իբր էլի ազդվեցին, ճիշտ այդ օրը դագաղներ չեն բերել, բայց ազդվեցին մարդկանցից հանրապետականները։ Ժողովրդական խոսքը ասում է, «Աթից բերանը վարողը
Փանին էլ ար։ Հա, մոռացել էին դակաղները, այն ծաղկե պսակներն էին մոռացել, բայց ժողովուրդը կար ինչ որ քանակի եւ իրենք գնացին այդ քայլին։ Ընդ որում Նիկոլ Փաշինյան օրինակ տվել էր հրաժարական, չէ՞։ Իրենք մի անգամ չընտրեցին, երկրորդ անգամ չընտրեցին ու սկսեց նոր ընտրությունների գործընթաց։ Բայց իրենք կարող էին Նիկոլ Փաշինյան ընտրեին։ Այո։ Հենց իրան։ Հենց Նիկոլին ընտրել, պահպանելով խորհրդանական Ինչ էին անցելու այդ իրենց ասած 5000 հոգին Բաքում ասելու են, Ասեք ինչ դագաղները գալու են ասելու Նիկոլին մի ընտրել։ Մի ընտրեք։ Պարզա որ դա էլ էր մի հատ ինչ որ փուլ այդ նույն պատկերի մեջ, երբ որ դու գործադիր իշխանություն արդեն հանձնել ես, ու խնդիր կա արդեն օրենսդրի, օրենսդիրն ես հանձնում։ Միջև այդ չմոռանանք քաղաքային իշխանությունը շատ խելոք։ Քաղաքայինը դա Արոն Մարգարյանի գլխավորությամբ։ Այո, դա քաղաքայինն էլ դա էլ էր ճնշումների ազդեցության տակ։ Ինչ ճնշում։ Գարուն էլ չէ որ ճնշումները բարձր լինեն։ Հա, դե Այդ ոնց է Արոն Մարգարյանը երբ քաղաքապետ էր, բան ասեք Սոնա Աղեկյանին, Մարիամ Խաչատրյան, Մարինա Խաչատրյան ծեծում էին նիստերի, մաչոներ էին, ինչ խնդիր կար, ինչ ծեւ վախենում։ Դե այդ վաղ ճնշվեցին արդեն, էլի։ Ճնշված էին, տենց հանձնվել։ Դու Տարոն Մարգարյանը միջև մել ճնշված է, ոչ մի ելույթ չենք լսում։ Ես իդեպ այնօրն եմ մտածում, ոչ մի քաղաքական խոսք մենք չլսեցինք։ Ու ուզում էր, ինչ որ ես տեղեկություններ ունեի, որ ուզում էր խոսեր, ուղղակի լրացրեցին, քրեական գործը հարցեցին, որ լրացնեն։ Իսկ անդամպես բանն արել, ծրագիր են տվել, այդ տղեն հայերենը մոռացել է։ Հայերենի համար ծերմել։ Վստահ եմ, որ չի մոռացել, ուղղակի այն է ինչ ունենք եւ մենք դա կարող ենք ուղղակի փաստել եւ տալ գնահատական Հայաստանում սովորաբար կան քաղաքական գործիչներ, որոնք իրենց թիմերին օգուտ են բերում լռելով, կան խոսելով, որտեղ որ խոսում են, խնդրեմ առաջանում։ Այո։ Ես կարծում եմ, այստեղ այդ հանգամանքն է։ Հիմա լավ, Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսներին որ հետևում ենք, մի փոքր ճնշված է։ Բայց հիմա ոչ ժողովուրդ կա փողոցում, Նիկոլ Փաշինյանի կողքին, ոչ դագաղներ կան, Աստված էլ չտա որ լինեն այդ դագաղները, դա հեչ հաճելի բան չի։ Դա հեչ հաճելի բան չէր, բայց sense նեղացած է Սերժ Սարգսյանը ժողովրդից, ասաց էլ 2018-ի մասին չեմ խոսալու։ Այն բանա լինում, չէ՞ որ գնդակը վերցնում գնում են ասում, որ տենցա էլ չեն խաղում։ Գիտեք, ես կարծում եմ, որ ինքը ուղղակի ասելու բան չունի դրա վերաբերյալ, ամենաշատ ասելիքին չէ, որովհետև ինքը արդեն ասել է։ Ինքը ասել է ես պարտվել եմ հզոր ուժերին։ Դրան արդեն մյուս հարցը, որ ովքեր էին այդ։ Այո, նախ ովքեր էին, երկրորդը երբ որ դուք պարտվեցիք մայիսի 8-ին հզոր ուժերին, մայիսի 8-ին եք նախ պարտվել, թե շատ ավելի շուտ Արմեն Սարգսյան նախագահ ընտրելով եւ այլը, թե հենց այդ մայիսի 8-ին պարտվեցիք, թե 15-ին, երբ որ սահմանադրությունն էիք փոխում, երբ պարտվեցիք, իմ համար շատ կարևոր հարց է։ Հա, ու ինչ խաղեր, որը պարտվեցիք, լավ, բայց ենթադրենք, որ այո, այդպես է պարտվել են հզոր ուժերին, մեր իշխանությունները, ոնց է պատկերացնում պարտված ուժը, որ քաղաքացին ասում է, դե լավ, հա պարտվեցին հզոր ուժերին ու այդ պահին, երբ որ պարտվում են, մյուս օրվանից դառնում են գլխավոր իրենց իսկ կողմից հռչակված գլխավոր ընդդիմությունը եւ սկսում են առանց վախենալու պայքարել հզոր ուժերի, այսպես ասած, դեմ, ունենալով ոստիկանություն, բանակ, հատուկ ծառայություններ, պարտվում ենք հզոր ուժերին, վախենում ենք ու պարտվում ենք, հա։ Իսկ չունենալով այդ ամենը, էլ չենք վախենում ու պայքարում ենք ու իդեպ ամեն խոսքի տակին գլխին երիտասարդ հանրապետականները շեշտում են, որ իրենք գլխավոր ընդդիմադիր ուժն են։ Արդյոք չեն մտածում արդյոք, որ հասարակ քաղաքացու մոտ հարց է առաջանում, տրամաբանական ընկեր, դու ունենալով պետական բոլոր լծակները պարտվեցիր հզոր ուժերին։ Հիմա զիջեցիր կոպիտ ասած քո խրամատը։ Հիմա դու այդ խրամատներում չես, դու փորձում ես խրամատները հետ վերցնես։
ինչպես է դա ալնում, եթե դու ասում ես ես պարտվեցի հզոր ուժերին, մի օր հետո դու արդեն սկսում ես դառնալ ընդդիմադիր եւ պայքարել այդ իշխանությունների դեմ, հզոր ուժերը ասելից հիմա դուք կլեք ընդդիմություն։ գուցե։ Եվ մյուս հարցը, ինչու պետք է քաղաքացին մտածի, որ դե այս դեպքում չեն պարտվի։ Այս անգամ չէ։ Այս անգամ չեն պարտվի հզոր ուժեր։ Ուրիշ բան է կարծել։ Մարտիկ 18-ին չեն անցել խորհրդարան, իսկ 21-ին օրենքի ուժով։ Օրենքի ուժով։ Հենց դա է հարցս, որ հարգելի ընկերներ, երբ որ դուք փորձում եք համոզել, որ դուք արմատական ընդդիմություն եք, մարդկանց մոտ հարցեր են առաջանում եւ իմ մոտ առաջի հարցը հենց դա է. ժողովուրդը միշտ իրավունք ունի ընդվզելու, եթե ունի դժգոհություն, եւ դա իր սահմանադրական իրավունքն է սահմանադրությունով ամրագրված։ Բայց չեք կարող ժողովրդով իմանայիք, որ սրանք թուրք-ադրբեջանական գործակալներ են։ Չէ, ժողովուրդ պարտավոր չի այդ իմանալ։ Ինչի՞։ Որովհետեւ ժողովուրդը իրենց իշխանության չի բերել։ Ժողովուրդը ընդվզել է։ Իսկ լավ, հետաքրքիր մի բան է ինձ հետաքրում։ Հանրապետականներին որին խոսացնում ես, ասում են սրանք թուրք-ադրբեջանական գործակալներ են։ Այո։ Սերժ Սարգսյանը ասում է ես նման զեկույցներ չեմ ստացել, որ այս մարդիկ գործակալներ են։ տեղակ չեմ։ Հանրապետականները ումից են իմացել այդ։ Ոնց։ Միքայել Մինասյանի հրապարակումից ենթադրում եմ։ Բայց Միքայել Մինասյանի հրապարակման մեջ միայն կար այն դրվագը, փաստը, որ Արարատ Միրզյանը հայկական գործակալ է, այսինքն մեր ԱԱԾ-ի գործակալն էր, հարազատ, սիրուն Սերժ Սարգսյանի ղեկավարության ներքո գործող ԱԱԾ-ի։ Դե, գիտեք, ինձ թվում է իրենք արդեն մնացածը իրենց պատկերացրել են եւ ասում են, որ գործակալական ցանց է։ Գիտեք, այդ ամեն ինչ այնքան ինչ ասեմ, մանկամիտ ասեմ, չգիտեմ, այդ բառը ոնց ճիշտ եթերային հնչեցնեմ, վերաբերմունքը ժողովրդին։ Այ ոչ թե էշի ճակատ պաչելը, միայն այլ էշի տեղ դնելը, հա, որ գիտեք, բան չեն հասկանում, միամիտ են, սա չեն հասկանում, նա չեն հասկանում, բայց ժողովուրդը արդեն շատ բան է տեսնում ու շատ բան է հասկանում։ Դուք տեսնում եք արձագանքը համացանցում, դուք տեսնում եք հարցումների ժամանակ արձագանքը մարդկանց շատ լավ իրենք արդեն պատկերացնում են ամեն ինչ։ Գիտեք, շատ դառը փորձով այդ ամեն ինչը ձեռք բերվեց, հա, շատ դառը ճանապարհով, շատ վատ ճանապարհով մեր ազգի, մեր պետության, մեր Արցախի համար, բայց այդ կոպիտ ասած հստակ պատկերացումը կրիտիկական մտածելու ունակությունը ինչ որտեղ ես տեսնում եմ, որ աշխատել է։ Որից նաև ձեր շնորհիվ, այն մարդկանց շնորհիվ, ովքեր օրնիբուն առանց մի վարքյան վարանելու չեն վախում հզոր ուժերից, չեն վախում սրանից, նրանից, այլ իրենց աշխատանք անեն եւ դա շատ կարևոր է մեր քաղաքացիների համար։ Հիմա գիտեք ինչ տպավորություն եմ, որ հնարավոր չէ։ Հիմա մենք զրուցում ենք, չէ, եւ մենք քաղաքական սատիրայի ենք ենթարկում իրենց գործունեությանը, չէ։ Իմ մոտ համոզմունքա ձեր, որ Սերժ Սարգսյանը հանրապետականի գործունեության մասին առանց սատիրայի խոսալ ուղղակի անմտություն է, որովհետեւ դնել, ասեք, քննարկել ինչ-որ հայտարարության բովանդակություն շերտեր մի մարդու, որը ասենք 2 շաբաթ առաջ ասում մենք հավակնություն չունենք իշխանության գալու, ոչ էլ թիմակիցները 2 շաբաթ հետո տեխնացու են առաջադրում, որտեղ Փեսան ասում է, որ սրանք թուրքական գործակալներ են, ինքը ասում է, այդտեն զեկուցումներ չեմ ստացել։ Եթե հիշում եք, Փեսան իր պատկանող հեռուստաընկերության սերիալների լավագույն ավանդույթով շատ մանրամասն նկարագրել էր, թե Արարատ Միրզյանը գործակալական ինչպիսի գործունեություն է ծավալել, հիմա հետադարձ հայացքով մոտ տպավորություն, թե Արարատ Միրզոյան թուրքական գործակալի բանը ռիելթորն ասում է տուն առնող ծախողին։ Այո, Միքայել Մինասյանն է եղել։ Բրոկերը ինքն է եղել, այսինքն այդքան մանրամասն գիտեր։ Ընդդուրում հաջողության պատմություններով բան երևի Թուրքիա, այ մեր գործակալը այստեղ հաջողեց, ցեղասպանության։ Այո։ Այդ որ գիտեք, առանց կարիկատուրայի, առանց ծաղրա հեգնանքի քաղաքական սատիրայի հնարավոր չի նկարագրել այս իրավիճակը։ Իսկ ո՞ց կա մարդ լինի երկրի ղեկավար, ու բացի գյուղապետի պաշտոնից հնարավոր բոլոր պաշտոնները զբաղեցրած լինի,
իր փեսան ասի, որ սրանք թուրքական գործակալներ են, ինքը ասի, ես դա զեկուցում չեմ լսել։ Այո։ Եվ դրանից հետո ինչ ակնկալիք ունեն, որ ժողովուրդը ինչ անի։ Չէ, դրանից հետո ժողովրդի մոտ նայեք, ժողովուրդը մտածում է Միքայել Մինասյանը եղել է պաշտոնյա, եղել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հետո եղել է դեսպան, հա, այսինքն չի եղել ԱԱԾ տնօրեն, չի եղել ԱԱԾ ինչ որ բաժնի վարիչ կամ չգիտեմ օպեր աշխատող, չի եղել այդ համակարգում, եղել է դեսպան։ Եվ տիրապետում է թղթերի, որոնք ի պաշտոնե իրավունքներ, այո, տիրապետելու։ Ոչ միայն տիրապետում է, այլ նաև հրապարակում է։ Բայց Սերժ Սարգսյանը դրանից տեղեկություն չունի, չի իմանում, իր ոչ մեկ չի զեկուցել, այսինքն Միքայել Մինասյան, որ այդ թղթերին տիրապետում է, եւս չի զեկուցել։ Այստեղ երկու հարց է, ով է ճիշտ ասում, որովհետև իսկ գուցե Միքայել Մինասյան դա հորինել, գրել, տենց պատմություն էր գրել, ուղակի, հա, պատմվածք, որը հանրայնացրել էր, հանրության ներկայացրել էր ինչ որ հորինվածք։ Ես հակված եմ հավատալ երկրի նախագահին, ինքանց նախկին դեսպանի։ Այնտեղ մի քիչ էլ, այո, որ հարցապնդումներ անեն լրագրողներս, կարծում Ազատի չասրել ժողովուրդ, դրանք մեր գործակալներն են։ Այո։ Մեր հարազատ ԱԱԾ-ի այո, գործակալներին չեք ներում։ մի խառնվեք իրար։ Հենց դրա համար էլ այդ հարցի պատասխանն է, ինչու նրանք հայտնվեցին ազգային ժողովում։ 17 թվականի մասին է խոսքը։ Այսինքն ժողովրդի մոտ պետք է այդ հարցը, այդ կոգնիտիվ, այսպես ասած, դիսոնանսի հարցը առաջանա, չէ՞, ով է ստում։ Սերժ Սարգսյանը, որ չեն եղել գործակալ, որտեվ եթե լինեին իրենք կզեկուցեին, ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եմ հասկանում։ Դե պիտի որ զեկուցեին։ Այո։ Ասենք առնվազն լավ, եթե չեն զեկուցել։ Չէ, 17 թվականին 17 թվականին պիտի ասի բան նախագահ խորհրդարան են մտնում, այո, հենց դրա մասին է խոսքը։ բան ազդեցիկ դրա հրապարակ են մտնում, Իսկանդեր, ասենք, այդպես պիտի հայտարարեն, խորհրդարան են մտնում Թուրքիայի գործակալները, այո։ Այո, եւ եթե ինքը իրեն չեն տեղեկացրել, ապա խոսքը գնում է կամ շատ մեծ պետական դավաճանության մասին ԱԱԾ տնօրենների կողմից, կամ Միքայել Մինասյանն է սուտ ասում, կամ չգիտեմ, Գիտես, ինչ հետաքրքիր, մեկ ես ուզում եմ ինձ գովալ, ինչի, որովհետև ես 2021 թվականին ունեցել եմ հաղորդում, որի մեջ անդրադարձել եմ Միքայել Մինասյանի այդ դրվագին, եւ ասել եմ չեմ հավատում, որ ինքը Թուրքիայի գործակալ է, ասել եմ ինչու, որովհետև նախ, եթե Թուրքիայի գործակալ էր, ինչպես Հայաստանի գործակալ լինելու թուղթը հրապարակել, սա մեկ։ Այո։ Եվ երկրորդը, ինչու այդ թուղթը հրապարակեցիր այն փուլում, երբ շրջանառվում են խոսակցություններ, որ Արարատ Միրզոյանը պատրաստ է դեմ գնալ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու փրկեց։ Այսինքն մոտիվացիան ո՞րն էր, ծեծված, ջարդ ու փշուր եղած, հիվանդանոցում գտնվող Արարատ Միրզոյանին փչացնել։ Այսինքն մոտիվացիան այստեղ եւ եթերում ասում եմ այդ մոտիվացիան, ասում մոտիվացիան ինձ համար իմ ընկալմամբ մեկն է փրկել Նիկոլ Փաշինյանը, որովհետև եթե Արարատ Միրզոյանում ինչ-որ բուրգը քանդվում էր, այո, Նիկոլ Փաշինյանը կորցնել էր։ Ընդ որում Արարատ Միրզոյանը շարքային քարջ էր այդ բուրգի մեջ, շատ կարևոր խորհրդարանի ղեկավարն էր, եթե հիշում ես, մի դրվագ էլ կա կարևոր հանրությունը պիտի քննարկի, Արարատ Միրզոյանին երբ ծեծեցին։ Նոյեմբերի 10-ից, չէ՞։ Այո։ Իսկ ուր էր գնում Արարատ Միրզոյանը։ Կարող ենք մտածել այսպես։ Արարատ Միրզոյանը գնում էր խորհրդարան։ Այո։ Որտեղ խորհրդարանում ժողովուրդը պահանջում էր, որ Նիկոլ Փաշինյանն անվստահության, այս հիմա ոնց խոսվում է, անվստահության գործընթաց սկսի։ Եվ եթե հիշում եք Էդուարդ Մարուկյանը, Նիկոլի հետո արդեն հատուկ դեսպանը, սպասում են, որ падգամավորներ հավաքվեն, ասում են, այ որ падգամավորները գան, մենք անվստահության գործընթաց։ Ու դրա համար անհրաժեշտ էր ազգային ժողովի նախագահի ներկայություն։ Արարատ Միրզոյանը իջնում է խորհրդարան։ Անհայտ մարդիկ հենց Արարատ Միրզոյանին ծեծում են։ Այո, մահամերձ վիճակի են հասցնում։ Եվ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը վերալուծվում է։ Այո։ Այսինքն հետաքրքիր է, որ երկու դրվագով թիրախադարձել։ Չնայած իմ համար Արարատ Միրզոյանը դատապարտելի անձ է, այսինքն ինքը շարունակում է խոսքը նրա մասին չէ, որ ինքը չունի պատասխանատվություն։ Խոսքը նրա մասին է, որ Միքայել Մինասյանը նրան այս հորինված գործով հարվածելով
Այո։ Փրկելա Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում դրանից հետո նրանից, այսպես ասած, վերցնում են ազգային ժողովի նախագահի պաշտոնը Եվ տալիս են Միքայել եւ Մինասյանի տալիս հետ են- ժամանակին, ասում են, մտերիմ հարաբերություն ունեցած, հիմա չգիտեմ կա նման հարաբերություն թե ոչ, Ալեն Սիմոնյանի։ Գիտեք, բայց ուղղակի այդ հարցադրումները բոլորը պետք է վաղ թե ուշ իրենց պատասխանները ստանան։ Մեր հանրության համար, մեր ապագայի համար, պարտադիր։ Ինչու այսպես, ինչու այսպես, ինչու այսպես եւ ես կարծում եմ այդ հարցաքննություններին միայն Նիկոլ Փաշինյան չէ պիտի ներկա լինի եւ այդ հարցերին պատասխանի։ Նաեւ շատ այլ մարդիկ։ Ինչ վերաբերվում է նրան, ես հավատում եմ ընկճված է Սերժ Սարգսյան թե ոչ, ճնշված է թե ոչ, ես տեսնում եմ, որ նույն կերպ, նույն impeachment-ի գործընթացը վերածվում է մի ծաղրուծանակի եւ այնպիսի մի process-ի, որ այս ընտառացիորեն 2 ամիս հետո մարդիկ այդ բառը անգամ չուզենան լսել, որովհետեւ երբ որ այդ ամեն ինչը արվում է, մի բան էլ մի հատ լրագրողների ինչ որ շրջանակ այդ process-ի ընթացքում փորձում է հարցադրումներ ուղղել առաջին հերթին Հայաստան Դաշինքին կամ չգիտեմ Իշխան Սաղաթելյանին եւ այլը, սակայն պետք է այդ նույն հարցադրումը ուղղել պատիվ ունեմ խմբակցության եւ ասել, որ դուք գործընթաց սկսել եք, որ ինչ եք անում այդ ստորագրությունները, որ վերցնեք, ասենք վերցրեցի։ Մանավանդ այն օրը ձեր եթերում Ագնեսա Խամանն ասաց, որ եթե դա պետք է նրա համար, որ դուք գնաք բանակցեք անկախ պատգամավորների հետ կամ ինչ-որ մեկին, պատրաստ ենք տրամադրենք այդ ստորագրությունը։ Ինչու այդ հարցը լրագրողները չեն ուղում, ինչի համար է ձեզ անհրաժեշտ, որ այդ ստորագրությունները ձեր սեյֆում Արամ լինեն։ Գաբրելյանովը կարծեք թե բացահայտեց ինչ որ դրվագով։ Այո։ Ըստ Արամ Գաբրելյանովի Նիկոլ Փաշինյանը, եթե ճիշտ եմ իր մտքերը հասկացել, դուք իսկ ուղեք, ըստ եմ ծանոթ եք այդ հրապարակման։ Նիկոլ Փաշինյանը հասկանալով իշխանության կորստի վտանգը, իր համար ավելի շահեկան է, որ Մոսկվայում իշխանության հետ կապված փոփոխությունների բանակցություններ ընդդիմության անունից, հա, Սերժ Սարգսյանը եւ դրա համար իր վրայից հանվեց արգելանքը երկրի տարածքից դուրս գալու եւ ըստ որոշ տեղեկությունների ասում են հենց այդ ստորագրությունները դրա համար են պետք, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ասի, ես նաև Հայաստան Դաշինքի անունից եմ խոսում, մի խոսքով ասողը ես եմ ընդդիմության։ Լավ, կներեք, ենթադրենք, չնայած չեմ պատկերացնում այդ գործընթացը, վստահությունը, ել եմ ասում, որովհետև կարող է հզոր ուժերը ասեն մի գնա Մոսկվա։ Կարող է հզոր ուժերը ասեն, կարող է ասեն հզոր ուժերը ասեն, չէ, այդ ստորագրությունները մի տար կամ սենց խոսա կամ նենց խոսա։ Լավ, անցնենք, ես չեմ պատկերացնում, որ երկրի երբեմնի նախագահ, որ 10 տարի երկրի նախագահ եղել, ասաց քեզ մինչ այդ զբաղեցնելով կարևորագույն պաշտոններ, ինչ որ բան ապացուցելու համար իրեն ստորագրված թուղթ է պետք։ Ինչու՞։ Հարցնում եմ։ Իհարկե պետք է։ Ինչու՞ համար է պետք։ Այսինքն խոսքը այդքան քաշ չունի, որ պետք է անպայման թուղթ լինի ձեռքում։ Մարդը 2014-ին հայտարարել է, որ ինքը վարչապետ դառնալու հավակնություն չունի ու հետո առաջադրվել։ Մի շաբաթով էլ վարչապետ։ Համոզել են իրեն։ Մարդը 3 շաբաթ առաջ ասում էր իրենք թե ինքը տեխնացու չի կարող լինել եւ իր կուսակիցները տեխնացու չեն կարող լինել, 3 շաբաթ հետո առաջադրում են հանրապետականի խորհրդի անդամի տեխնացու։ Դու կարծում եք սա բավարար չի, որ ասեն կներեք, թղթով միայն խնդրեմ, թղթով ստորագրած։ Դուք ելնեիք կհավատայիք։ Ես ընդհանրապես չէի զրուցի այդ հարցի շուրջ մարդու հետ, ով որ ընդդիմությունը միասնակ չի ներկայացնում, հա։ Դե հիմա այդ ստորագրությունները տանում է, ուրեմն ներկայացնում։ Իհարկե։ Հասկանալի է, չեմ կարծում, որ այն մարդիկ ում հետ որ պետք է այդ հարցերը քննարկվեն այդ աստիճան միամիտ են, որ ստորագրությունների արկայությունն ու բացակայությունը որոշիչ դեր տանի։ Ինչևէ, այդ խեղկատակության վերածած process-ը, որը որ մենք հիմա տեսնում ենք մի տեխնացու, որի կներեք, ես այդ մարդու քաղաքական էլ ճիշտն ասած, բայց քաղաքական տեքստ չեմ լսել այդ մարդուց։ Ես չեմ տեսել
արտահայտած քաղաքական միտք իր առաջին դեմ ոչ այդ գրառումով, այլ իր դեմքով Ով ասես խոսել։ Facebook-ում edge-ը Չէ, բացվել եւ Facebook-ի- իր անունից Դե կներեք, տենց ապորիզմներ են տարածում, նու էս մակարդակի, ով աշխատի նա կուտի էս։ հա դե էդ էլ ոչ մի բան չի ապացուցում, ժամանակը ցույց է տալիս, որ գրառումները ոչինչ չեն նշանակում, մենք շատ տեսանք քաղաքական այսինքն դուք կերպարների, կարծում եք այս, ովքեր շատ երկար, սենց ոսկեղենի քայլերով մտքեր են արտահայտում, բայց գալիս էին ձեր տաղավարում, չէին կարողանում 3 Բայց նախադասություն դուք նայում եք իրար հետ Դավիթ կապեք։ Համբարձումյանին նայում եք, չեք զգում, որ հենց այս իրավիճակի համար է իր տեխնատությունը, որ ինքը կարող է այս իրավիճակից մեզ հանել։ Ես օրինակ միանգամից վստահություն եմ։ Չէ, ես ցավոք այդ վստահությունը չունեմ, բայց Քաղաքական կողմնորոշվածություն ունի դրա համար։ ես նաև կարծում եմ, որ ձեր համար միայն ընդունելի է Ռոբերտ Քոչարյանի տեխնատությունը։ ինձ համար այո, բայց Դե դրա համար էլ էսօր ենք, որովհետև այս sense հզոր կադրեր ունենք, բայց որոնք կարող են հարցեր լուծել։ Արդյոք հանրապետական կուսակցություն չուներ ավելի հզոր կադր, որը հանրության կողմից գոնե կընկալվեր որպես լուրջ տեխնացու այդ իմպիչմենտի process-ին բարիշ ջան։ Չուներ։ Դավիթներ միայն Համբարձումյան ամենալրջագույն տեխնացուն վարչապետի Հայաստանի Բայց համար, ինչ որպես վատ։ գլխավոր բանակցող, որը կարող է բանակցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, չգիտեմ, Եվրոպայի, Ֆրանսիայի, то հենց Ադրբեջանի հետ որպես գլխավոր բանակցող մենք Դավիթ Համբարձումյանն ենք Ինչ պատկերացնում։ վատ տարբերակ։ Ես այդտեղ Ես չեմ պատկերացնում, ես դրա համար էլ սկսեցի նայից, որ մարդուց քաղաքական խոսք չեմ լսել։ Չեմ լսել խոսքը գրառման մասին չի, գիտեք, կարելի է ցանկացած մարդու համար ինչ որ բաներ գրել, հրապարակել, նույնիսկ ինքը այդ էջից էլ տեղյակ Շատ չլինի։ լավ, դեռ կսպասենք կտեսնենք, ես կարծում եմ դեռ քաղաքական հզոր ելույթներ լսելու ենք։ Այո, ի վերջ չմոռանանք, որ Գիտեք, ես օրերս հազարավոր մարդիկ մի կողմից դուրս եկան փողոց։ ես մի կողմից sense ներողամիտ եմ վերաբերվում, որովհետև հասկանում եմ, որ այն հայտարարությունից հետո, երբ որ նախագահ Քոչարյանը ասաց, որ սիներգիա չկա, չի կարող լինել, որտեվ մենք դրանում արդեն համոզվել ենք, եւ այն հարցակումները, որը դրանից հետո սկսեցին նախագահի հանդեպ եւ նախագահի թիմակիցների, խոսում եմ մի բանի մասին, որ քաղաքական առանցքում մնալու նպատակով, քաղաքական դաշտում որևիցե դերակատարում ունենալու նպատակով, այո, ինչ որ գործընթաց էր պետք, որի ընթացքում մարդիկ պատրաստ են զոհաբերել լուրջ process-ներ, ինչպիսին impeachment-ն է եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ քաղաքական դաշտում չկորելու, չանհետանալու, փորձելու նախընտրական, այսպես ասած, գործընթացներ իրականացնելու, որովհետև իրենց դեպքում պատկերացնել թե ինչպես են գնում մարզեր ու քարոզում, ես դժվար եմ պատկերացնում։ Շատ լավ, դուք էլ եք ֆիքսում, որ սա Սերժ Սարգսյանի հովանուն ներքո ընթացող գործընթաց Բայց է։ արդեն ընդունել են եւ ասել են մենք ենք տերը process-ի։ Շնորհակալ եմ։ Ես վարչապետի տեխնատու Դավիթ Համբարձումյանի կոչով ավարտում եմ իմ հաղորդումը, տեսություն կհանդիպենք։ Տեսություն։